Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, ինչ են քննարկել կողմերը։ Ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել է ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Այն ընդունվել է։ 2025 թվականին շուկայի վերահսկողության դաշչական մարմինը ստուգումների տարեկան ծրագիր իրականացրել է ռիսկերի գնահատման սկզբունքով, վերահսկողություն սահմանելով շուկայի մի շարք զգայուն ոլորտներում։ Արդյունքում արձանագրվել են որակական եւ չափագիտական բազմաթիվ խախտումներ։ Արցախում բնակվող 10 հայ եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի քաղաքացի իրենց դիմումների համաձայն վերադարձել են Հայաստան։ Այդ մասին հայտնել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ ավելի վաղ այդ անձինք Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմել էին Հայաստանի եւ Ադրբեջանի պատկան մարմիններին։ Ռուսաստանի քաղաքական վերնախավին կարծես շատ է հուզել Գյումրու քաղաքապետի կալանավորումը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե անհասկանալի է ինչու հետաքննություն չի անցկացվում եւ պատասխանատվության չեն ենթարկվում նրանք, ովքեր Հայաստանը դեպի ԵՄ մղելով կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Քննարկվել են Հայաստանի ազգային ժողովի նախագահի փետրվարի 5-ից 6 Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի։ Ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավորների նախաձեռնությամբ այսօր գումարվել էր ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Օրենքում փոփոխությունները ներկայացրել է նախագծի հեղինակներից ԿՊ խմբակցության падգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Դրանք վերաբերում են դիտորդական կազմակերպությունների ընտրական գործընթացներին անաչառության սկզբունքների պահպանմանը։ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի 100-օրյա նիստերից հետո գումարվեց ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր միայն մեկ հարց՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հեղինակներից Արուսյակ Ջուլհակյանը նախ ներկայացրեց հիմնական դրույթները, որոնց շրջանակներում նախաձեռնել են փոփոխությունները։ Ըստ նրա, քանի որ դիտորդական կազմակերպությունների հիմնական առաքելությունը ընտրական գործընթացներում հանրային վերահսկողություն սահմանելն է, ապահովելով ընտրությունների թափանցիկությունն ու պահպանելով քաղաքական չեզոքությունը, անհրաժեշտություն է առաջացել այդ սկզբունքների հիման վրա ուժեղացնել եւ ապահովել դրանց կիրառումը օրենքով սահմանված կարգով։ Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միտված է նշված բացի շտկմանը, ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության եւ իրավական կանխատեսելիության ամրապնդմանը։ Նախագծի ընդունումը հրատապ է հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում արդեն մեզ սպասվում են ընտրական գործընթացներ եւ դրանց նկատմամբ հանրային եւ միջազգային ուշադրության բարձր մակարդակի առկա։ Նախագծի համառատ ներկայացումից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակման ժամանակ падգամավորները կարճ ելույթներ ունեցան։ ԿՊ խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանին ավելի շատ հետաքրքրում էր վերջին շրջանում խորհրդարանական ընդդիմության եւ մասնավորապես Հայաստան Դաշինքի падգամավորների չափից դուրս պասիվությունը։ Արգելի գործընկերներ, իմ մոտ տպավորություն դուք դուրս եք եկել քաղաքականությունից։ Եթե դուք դուրս չեք եկել քաղաքականությունից, ասեք դրա մասին մենք իմանանք, որովհետև ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարելու ձեր շանսերը շատ ցածր են։ Ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզ ասել են դուք քաղաքականությունից դուրս եկեք, մի խոսեք, մի երևացեք, դուք ընդդիմադիր դաշտի ռեյտինգ եք իջացնում, ձեր փոխարեն հիմա ձեր մյուս թևը պետք է զբաղվի քաղաքականությամբ ռուս օլիգարխի կուսակցությունը, ռուսական օլիգարխի կուսակցությունը։ ԿՊ խմբակցության падգամավորի արտահայտած մտքերի հետ այդքան էլ համաձայն չէր այս անգամ Հայաստան Դաշինքի падգամավոր Արծվիկ Մինասյանը, որի համոզմամբ հենց իշխանությունն է վախենում ընդդիմության վարկանիշից եւ դրա իբր թուլացման ուղղությամբ քայլեր ձեռնարկում։ Չնայած Ալեքսանյանի հետ բանավեճին ընդդիմության падգամավորը ավելի շատ հետաքրքրված էր քննարկվող օրենքի ընդունման եւ
դրա կիրառման հետևանքներով պնդեց, թե առկա է միջազգային կոնվենցիաների անհամապատասխանելիություն։ Հաջորդ թիվ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն իր ելույթում տարակուսանք հայտնեց, թե ինչու է ընդդիմությունն այս օրենքի ընդունումից խուսափում նկատի ունենալով, որ կուսակցությունները եւ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ դիտորդական առաքելությունների անաչառ աշխատանքից պետք է միայն շահեն։ Ընդդալքում ենք բովանդակային հարց, եկեք մի տարի առաջ, կես տարի առաջ միգը սենց ասեց, Վենետիկի հանձնաժողովը նենց ասեց, եթե փոփոխությունը վատն է, եկեք ասեք վատ փոփոխություն է։ Թե լավն է, ասեք լավ փոփոխություն է։ Դուք այստեղ, այսինքն, իսկ եթե դուք ունեք դիտորդական կազմակերպություն կամ այդպիսի ներկայացող քաղաքական հասարակական կազմակերպություն, որը մտնում է ընտրատեղամասերում եւ քաղաքական քարոզչություն անում կամ խանգարում է կամ այսօր տենց էլ ասեք։ Եթե չէ, դուք քաղաքական ուժ եք, դուք ինչ գործ ունեք դիտորդական կազմակերպության տեղը խոսակ կամ նրանց ձայնը այստեղ բարձրացնեք։ Չնայած իշխանական պատգամավորների դիտարկումներին եւ պնդումներին, որ օրենքի ընդունման անհրաժեշտ ընտրությունների թափանցիկությունն ու ժողովրդավարությունը մեկնշաձողով էլ բարձրացնելու համար, այնուամենայնիվ ընդդիմադիր Հայաստան Դաշինքի պատգամավորները որոշեցին, որ ԿՊ ներկայացած նախագիծը հակաժողովրդավարական է եւ բոյկոտեցին նիստը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմադիրներին հիշեցրեց, թե իրենց աշխատանքին ինչպիսի անպատասխանատվությամբ են մոտենում, բարձրաձայնելով նրանց բացակայությունների թվերը։ Ես խոստացել էի, որ պետք է բացականները ներկայացնեմ, ասեմ, որ ազգային ժողովի գումարումից էսկոմ 4 տարվա, 4.5 տարվա ընթացքում ունեցել են 244 նիստ եւ օրինակ պարոն Իշխան Սաղաթելյանի այսօր 100-րդ հոբելարական բացակայությունն է։ Շնորհավորում ենք 244 նիստից մնացածինը կհրապարակեմ, ճիշտ է մնաց պատվերով ամեր չի կհրապարակեմ, գնայեք։ Հայաստան Դաշինքի նիստը բոյկոտելուց հետո ԿՊ խմբակցության անունից վարման կարգով հանդես եկավ խմբակցության նախագահ Հայկ Օնջորյանը։ Նա նկատեց, որ ընդդիմության նման պահվածքը խոսում են նրանց վախերի մասին, որի արդյունքում կհայտնվեն ոչ նպաստավոր դիրքերում։ Գալիս են խորհրդի նիստին փակ, առանց տեսախցիկների խորհրդի նիստին բան են անում, սուր են ճոճում, հետո այստեղ բան, էլի նույն խիզախությամբ սուրը դնում են պատյանում եւ վազելով փախնում։ ԱԺ հարց ու պատասխանից մտքերի փոխանակությունից եւ քննարկումներից հետո առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում սահմանադրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 65 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այնուհետև պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրականացվել է մեկ փոփոխություն։ Մասնավորապես առաջարկվել է սահմանել, որ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ ու լրացումներ կարող են կատարվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ։ Զեկուցողը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որից հետո դրա մշակված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ, լրացումներ կարող են կատարվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրած դիտորդների ցանկը լրացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձով, որը կարող է իրականացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ։ Սա միակ փոփոխությունն է, որը մենք կատարել ենք առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի մասին առանձին կարգավորների մասին կրկին խոսելիս ես եւս մեկ անգամ կրկնեմ, որ նախագծով մենք հստակեցնում ենք այն հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամների ցանկը, որոնք կարող են հավատարմագրվել կենտրոնական, այսինքն ինչ չափանիշների պետք է բավարարի հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրի այդ կազմակերպությանը կամ հիմնադրամին ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու համար այդ չափանիշներն ենք մենք հստակեցնում եւ հստակեցնում ենք այն քաղաքական չեզոքության եւ անկողմնակալության պահանջի ապահովման հիմքերը, հստակեցնում ենք, որ դեպքում կարող է մերժել հավատարմագրումը դիտորդական առաքելության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մենք այս նախագծով թափանցիկության, այդ թվում ֆինանսական թափանցիկության պահանջ ենք նախատեսում դիտորդության հայտ ներկայացած հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կազմակերպությունները
ընտրությունների թափանցիկությունը դիտարկելու հայտ են ներկայացնում, հետևաբար տրամաբանական է, որ իրենք հանրության առաջ նույնպես լինեն թափանցիկ եւ հաշվետվողական, եւ քանի որ հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների համար արդեն իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է տարեկան հաշվետվություն ներկայացնելու պահանջ, մենք որպես հավատարմագրման պայման նախատեսում ենք, որ այդ կազմակերպությունը նաեւ իր հաշվետվությունը տարեկան օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացրած լինի։ Հանձնաժողովի նիստից հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել է ընտրական օրենսգրքում դիտորդական առաքելությունների մասով փոփոխություններ նախատեսող նախագիծը։ Կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ 2-ը։ 2025 թվականին շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագիր իրականացրել է ռիսկերի գնահատման սկզբունքով վերահսկողություն սահմանելով շուկայի մի շարք զգայուն ոլորտներում։ Արդյունքում արձանագրվել են որակական եւ չափագիտական բազմաթիվ խախտումներ, իրականացվել են նախատեսվածից ավելի ստուգումներ եւ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Տեսչական մարմինների նպատակը ոչ թե տուգանելն է, այլ իրազեկումը եւ խախտումների կանխարգելումը։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ ասուլիսում ասել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։ Նրա խոսքով տարեկան ստուգումների ծրագիրը ձևավորվում է ռիսկերի գնահատման հիման վրա։ Ըստ տեսչական մարմնի ղեկավարի օգտագործվում են տարբեր շտեմարաններ, որոնց հիման վրա էլ որոշում է կայացվում, թե տվյալ տնտեսավարողներից որը պետք է հայտնվի ստուգումների տարեկան ծրագրում։ Ընդհանուր տվյալների բազան ընդգրկել է 16300 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 600-ը ներառվել են 2025 թվականի տարեկան ծրագրում։ Դրանցից 70%-ը բարձր ռիսկայնություն ունեցող տնտեսվարողներն են։ 2025 թվականին տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել տարբեր զգայուն ոլորտներում՝ ավտոմոբիլային բենզին եւ դիզելային վառելիք, խաղալիքներ, ցածրավոլտ սարքավորումներ, երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանք։ Վառելիքի ոլորտում արձանագրվել են ինչպես որակական, այնպես էլ չափագրական խախտումներ։ Դիզելային վառելիքի փորձանմուշների 63%-ում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, իսկ բենզինի դեպքում 13.4%-ում։ Խաղալիքների եւ երեխաների համար նախատեսված արտադրանքների ոլորտում հիմնական ռիսկը պայմանավորված է եղել առանց համապատասխանության փաստաթղթերի եւ մակնշման արտադրանքի շուկայահանմամբ։ Միայն խաղալիքների ոլորտում կիրառված ստուգաթերթերի 83%-ով արձանագրվել են խախտումներ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ 2025 թվականին առաջին անգամ Հայաստանում իրականացվել է փորձաքննություն տեսչության լաբորատորիայում, որի արդյունքում հայտնաբերված ոչ համապատասխան խաղալիքները ոչնչացվել են։ Չափումների միասնականության ապահովման շրջանակում ստուգվել է 510 տնտեսվարող, որոնցից ավելի քան 60%-ի մոտ արձանագրվել են չափագրական կանոնների խախտումներ։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է հեղուկ ածխաջրածնային գազի ոլորտում 55%։ Կոտոլյանը վստահեցրել է, որ 2025 թվականին տեսչական մարմինը շարունակել է կիրառել նաև հանրային իրազեկման մեխանիզմը, թերլիցքավորում իրականացրած վառելիքաբաշխիչ կայաններում մեկ ամսով փակցնելով համապատասխան ցուցանակներ։ Տուգանքը դա ծայրահեղ միջոց է տեսչական մարմինների համար, այլ իրազեկել եւ կանխել հնարավոր իրավախախտումները։ Այդ նպատակով 2025 թվականի ընթացքում տեսչական մարմին իրականացրել է իրազեկման աշխատանքներ, մասնավորապես 25 թվականի ընթացքում էլեկտրոնային եղանակով իրականացվել է շուրջ 4296 տնտեսվարող սուբյեկտների իրազեկում։ 2025 թվականին նախատեսված 600 ստուգումների փոխարեն փաստացի իրականացվել է 842 ստուգում։ Դրանց 75.6%-ով հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Արդյունքում կայացվել է 620 տուգանքի որոշում, ընդհանուր 418 միլիոն դրամ չափով, որից արդեն գանձվել է շուրջ 220 միլիոն դրամը։ Նա նաև անդրադարձել է ադրբեջանական ծագման վառելիքի վերաբերյալ շրջանառվող քննարկումներին։ Մենք հարցում ենք արել այս թեմայով չափագիտության եւ ստանդարտացման ազգային մարմին, որ տեղեկացել ենք, որ այո, փորձանմուշներ վերցրել են, լաբորատոր փորձաքննություն իրականացվել է ու խմբականակը ամբողջովին համապատասխանել է ԵԱՏՄ տեղ կանոնակարգին, այսինքն որակական առումով որևիցե խնդիր չի եղել։ Իսկ բենզալցակայաններում տեսչական մարմնի ստուգման ընթացքում տեսչական մարմինը ընդհանրապես տեղեկատվություն չի ունենում, թե բենզալցակայանը կոնկրետ որ երկրից, որ պետությունից է ներմուծել արտադրանք, այսինքն տեսչական մարմնի աշխատանքն է ապահովել չափագիտական կանոնների եւ նորմերի ապահովումը, մենք ապահովում ենք մեծ հաշվով, մեր համար տարբերություն չկա, թե որ երկրի
արտադրանքն է վաճառվում տվյալ բենզալցակայանում։ Կոտոլյանը նշել է, որ 2025 թվականին տեսչական մարմինը ստացել է 656 հեռախոսազանգ եւ 110 գրավոր դիմում բողոք, որոնց մի մասն ուղղակի հիմք են հանդիսացել ստուգումներ իրականացնելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով 2026 թվականը լինելու է ակտիվ եւ հետաքրքիր տարի շուկայի վերահսկողության տեսանկյունից իրազեկման նոր գործիքներով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իգդիրում քննարկվել է հայ-թուրքական Ալիջան սահմանային անցակետի հնարավոր բացումը եւ Հայաստանից զբոսաշրջային հոսքերի ակտիվացումը։ Թուրքիայի ժողովրդի հանրապետական կուսակցության Իգդիրի կառույցի ղեկավար Նիզամեթին Ադան ընդգծել է նախապատրաստական աշխատանքների կարևորությունը, կոչ անելով տեղական իշխանություններին եւ գործարարներին համատեղ քայլերով պատրաստվել զբոսաշրջիկների ընդունմանը եւ արդյունավետ օգտագործել սահմանամերձ քաղաքի հնարավորությունները։ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ճանապարհին քայլերով ընդօրինակում են Գերմանիայի եւ Ֆրանսիայի պատերազմից հետո անցած ուղին։ Դեսպանատան գնահատմամբ, ինչպես Ելիսեյան պայմանագիրը դարձավ եվրոպական հաշտեցման հիմնաքար, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերություններում յուրաքանչյուր քայլ կարևոր է եւ հույս է ներշնչում ապագայի նկատմամբ։ Արցախում բնակվող 10 հայ եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի քաղաքացի իրենց դիմումների համաձայն վերադարձել են Հայաստան։ Այդ մասին հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, նշելով, որ ավելի վաղ այդ անձինք Հայաստան տեղափոխվելու խնդրանքով դիմել էին Հայաստանի եւ Ադրբեջանի պետական մարմիններին։ Տեղափոխումը իրականացվել է այդ դիմումների հիման վրա։ Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիներին անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով նրանց դիմավորելու է մեկնել բժիշկների կազմված բրիգադը։ Facebook-ում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նշելով, բոլորը անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն լրացուցիչ հետազոտության համար։ Մեր 10 հայրենակիցներին առողջական վիճակը բավարար է։ Ռուսաստանի քաղաքական վերնախավին կարծես շատ է հուզել Գյումրու քաղաքապետի կալանավորումը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե անհասկանալի է ինչու հետաքննությունը չի անցկացվում եւ պատասխանատվության չեն ենթարկվում նրանք, ովքեր Հայաստանը դեպի ԵՄ մղելով կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից։ Անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը, նա դա անհեթեթ է համարել, ընդգծելով, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի ինքնիշխանությանը, բայց Երևանը տարբեր մոտեցումներ է ցուցաբերում Ռուսաստանի ու եվրոպական երկրների վերաբերյալ հայտարարությունների նկատմամբ։ Նշենք, որ Վարդան Ղուկասյանի կալանավորման օրերս անդրադարձել էր նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավատորմ է շարժվում դեպի Իրան, սակայն հույս ունի, որ ստիպված չի լինի օգտագործել այն։ Մենք շատ նավեր ունենք այդ ուղղությամբ գնացող ամեն դեպքում։ Ես կնախընտրեի ոչինչ չտեսնել, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց։ Դավոսից վերադառնալիս լրագրողներին ասել է Թրամփը։ Իդեպ Միացյալ Նահանգների պաշտոնյաները անանուն մնալու պայմանով Reuters-ին հայտնել են, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն Աբրահամ Լուքոյլ նավյանկիրը մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ։ Ռազմանավերը տարածաշրջանից սկսեցին շարժվել անցյալ շաբաթ։ Միջազգային մյուսնորություններին տեսաշարով ծանոթացեք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը պատրաստ է, սակայն տարածքային հարցերը մնում են չլուծված։ Դավոսում նա ընդգծել է, որ խաղաղության համար թե Ուկրաինան, թե Ռուսաստանը պետք է փոխզիջումների գնան, նշելով, որ սա ամենաբարդ փուլն է բանակցություններում։ Reuters-ի փոխանցմամբ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն առաջին եռակողմ հանդիպումը կանցկացնեն Աբու Դաբիում։ Միաժամանակ Զելենսկին եւ Թրամփը Դավոսում մոտ 1 ժամ տևած հանդիպումը գնահատել են արդյունավետ, շեշտելով, որ պատերազմը պետք է ավարտվի։ Իսպանիայի հարավում մարդատար գնացքը բախվել է վերամբարձ կռունկին։ Վթարը տեղի ունեցել Մուրսիա նահանգում, կան վիրավորներ։ Իսպանիայի հանրային հեռուստատեսության հաղորդմամբ միջադեպի հանգամանքները դեռ պարզվում են։ Սա վերջին 5 օրերի ընթացքում երկրում գրանցված 3-րդ խոշոր երթուղային վթարն է։ Ավելի վաղ Կորդոբայում արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհվել էր 43 մարդ, իսկ Բարսելոնայում ավելի վաղ 1 մարդ էր զոհվել, եւս 37-ը վիրավորվել էին։ Դանիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն որևէ լիազորություն չունի Գրենլանդիայի հարցով Կոպենհագենի անունից բանակցելու։ Այս մասին գրել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պաուլսենը, անդրադառնալով Ռյուտեի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հանդիպմանը։ Նրա խոսքով Դանիայի կարմիր գծերը հստակ են եւ թագավորությունը պատրաստ չէ հրաժարվելու իր որևէ տարածքի նկատմամբ ինքնիշխանությունից։ Պաղեստինյան Համաս շարժումը համաձայնել է հանձնել զենքերը քաղաքական կուսակցության կարգավիճակ ստանալու դիմաց, հայտնում է Sky News Arabian հղում անելով աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների, Համասի ղեկավարության մի մասը կարող է լքել Գազայի հատվածը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ապահովելու անվտանգության երաշխիքներ։ Միաժամանակ նշվում է, որ Իսրայելը լուրջ առարկություններ ունի պայմանավորվածությունների մի շարք կետերի վերաբերյալ։ Թել Ավիվը հատկապես դեմ է Համասի քաղաքական դաշտում պահպանմանը, նույնիսկ զինաթափման դեպքում։ Իրանի Ռեյ քաղաքում իրավապահները ձերբակալել են անկարգությունների 100 կազմակերպիչների։ Քաղաքի ոստիկանության վարչության ղեկավար Հուսեյն Մաֆի խոսքով ձերբակալություններն իրականացվել են հետախուզական միջոցառումների արդյունքում։ Ավելի վաղ Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին տնտեսական դժգոհությունից, հետագայում վերաճել էին ոստիկանության հետ բախումների։ Ցույցերի ընթացքում հնչած կարգախոսները ստացել էին քաղաքական բնույթ, ուղղված երկրի իշխանության դեմ։ Այս շամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։